Մարտի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5361 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 156 անձ, հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 52, չամրակապված վարելու 618, առանց մանկական նստատեղի քարսիթի 19, վարելու ընթացքում ծխելու 622, վարելիս հեռախոսից օգտվելու 289, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 335 եւ 1986 այլ իրավախախտում, 122 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 155-ը տեխնիկական զննություն չանցած, 39-ը լուսարձակների անսարկությամբ, 81-ը թաղանթապատված դիմապակերով եւ կողային ապակիներով, 89-ը առանց ձմեռային անվադողերի, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու ամենքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։ Նույն ժամանակահատվածում ու արզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16422 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 416, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 6 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 93, չամրակապված վարելու 3993, առանց մանկական նստատեղի քարսիթի 225, վարելու ընթացքում ծխելու 563, վարելիս հեռախոսից օգտվելու 720, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 137, արագության գերազանցման 2807 եւ 5246 այլ իրավախախտում, 394 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 706-ը տեխնիկական զննություն չանցած, 436-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 6 բեռնատար, 199-ը թաղանթապատված դիմապակերով եւ կողային ապակիներով, 261-ը առանց ձմեռային անվադողերի, 14 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։